Ինչ եղավ սիրո հետ, ինչու դարձավ այն դեֆիցիտ։ Մարդիկ սիրում էին, չէ՞, 80-ականներին, 70-ականներին, նախորդ դարում, այդքան պատմություններ, վեպեր, սիրո մասին բանաստեղծություններ, ամբողջ պատմության ուղին անցնում է սիրո հետ մեկտեղ։ Եվ կարծես եկավ 2000-ականները եւ ինչքան վերև է բարձրանում տարեթվերով, այնքան ասես սիրո հետ կապված պատմությունները մոդայիկ չեն, հարաբերությունները տևական չեն, ավելի շատ են այսօր միայնակ մարդիկ, զույգերի հետ հարաբերություններում հաճախ են լինում դժվարություններ, հաճախ կարծես ինքը դարձել է վայրկյանական ինչ-որ հրապուրանք։ Սերը կարծես կորցրել է իր ազդեցությունն ու նշանակությունը։ Բացատրություններից մեկը հետևյալն է, որ ինտերնետի հետ է կապված այն։ Բազում հետազոտություններ կա, թե ինչ ազդեցություն ու նշանակություն ունի ինտերնետ ծանոթությունները, թե ինչքան հեշտացել են հարաբերությունները, աշխարհի տարբեր ծայրից մարդիկ իրար գտնում են, իրար հետ ինչ որ հարաբերություններ են ունենում։ Այսպիսի հարաբերությունների խոչընդոտային պահերից մեկը այն է, որ կարծես ժամանակի ընկալումն է փոխվել։ Այսօր բոլորը ձգտում են կարծես ավելի արագ ստանալ ամեն ինչ, դոֆամինային քաղցը, արագ ստանալ ինչ-որ կրթություն, արագ ունենալ ինչ-որ առարկա, ինչ-որ իր, արագ ստանալ ֆինանսական ինչ-որ միջոցներ, արագ բիզնես ձեռք բերել, այստեղ նաև տուժել է սիրո հետ կապված հարցերը, արագությունն ու սերը երբեմն իրար հետ անհամատեղելի են։ Եվ երբ որ նախկինում հարաբերությունների համար մարդիկ պատրաստվում էին, շաբաթներով սպասում էին նամակի պատասխանին, ինչքան ժամանակով հետ են գնում, այնքան այս process-ը ավելի դանդաղ է տեղի ունեցել։ Եվ այստեղ շահել է սերը, որովհետև երևակայությունը իր ներդրումն է ունեցել, սպասելիքները, թե ոնց եմ հանդիպելու իմ սիրեցյալին, ինչպես ենք անցկացնելու ժամանակը, իսկ հիմա ինչքանով որ արագացել է, վայրկյանական դու աշխարհի ցանկացած կետից կարող ես հաղորդագրություն ուղարկել հավանածդ մարդուն եւ վայրկյանական պատասխանել։ Դու կարող ես տեսազանգի միջոցով նրա հետ շփվել, տեսնել նրա արտաքինը, արագացնել այս process-ը, ընդհուպ նաեւ հարաբերությունը կարող է հասնել սեռականության կամ սեռական հարաբերության տեսազանգի միջոցով։ Շատերդ կարող եք պնդել, որ դա նաև ունի իր դրական կողմերը։ Այո, երբեմն զույգեր կա, որ գործուղման են գնում կամ ինչ-ինչ պատճառներից ելնելով բացակայում է մեկը մյուսի մոտից, ընտանիքից բացակայում է ամուսինը եւ նման տարբերակներով փորձում են շարունակել իրենց հարաբերությունները, իհարկե կոմպենսացիան ունի իր թերությունները, բայց երբ որ հարաբերությունը սկսնակ է, մարդիկ լիարժեք իրար չեն ճանաչում եւ ժամանակը սեղմվելով արագացվում է process-ը, կարծես լիմիտը լրանում է, կարծես այն ինչ որ պետք է տեղի ունենալ շատ երկար ժամանակում, արագ հասցնում է սպառման։ Իհարկե կան բացառություն դեպքեր, որ մարդիկ շատ արագ կողմնորոշվում են ինտերնետի միջոցով, որ իրենք իրար համապատասխանում են։ Մյուս բարդություններից մեկը այն է, որ կյանքի հեշտացման հետ մեկտեղ կարծես ժամանակակից սերունդը շատ ավելի հակված է ամեն ինչ պարզ ու հեշտացնելուն եւ երբեմն հենց առաջին դժվարությունների դեպքում նրանք հրաժարվում են մեկը մյուսից, իսկ հարաբերությունը եկեք չմոռանանք, որ ունի բարդություններ, ճգնաժամեր, իրար հետ կենցաղ կիսել, տարբեր աշխարհայացքի տեր մարդիկ, տարբեր ընտանիքներում մեծացած, նաեւ շատ ավելի մեծ կարևոր դեր է խաղում այսօր ինչքան ավելի շատ է զարգանում տեխնոլոգիան, ինչքան առաջընթաց է գնում այս մոդայիկ թվացող ինչ որ երևույթներ, մարդիկ մեծանում են շատերը կամ ինչ որ քանակ հարաբերությունների միակողմանի ծնողազուրկ ընտանիքներում են մեծանում եւ սա եւս իր ներդրումը ունի ընտանիքի հարաբերությունների մոդելի ձևավորման հարցում, բացատրեմ թե դա որն է։ Եթե երեխան մեծացել է մի ընտանիքում, որտեղ որ երկու ծնողները առկա չեն ու նա չունի քեռի, հորեղբայր, պապիկ, այսինքն արական սեռի ներկայացուցիչ, ումից որ բավականի շատ բան ունի սովորել, օրինակ աղջիկը հենարան, տղամարդու կերպարը ինչպիսին է, ապահովության զգացում, իսկ տղամարդը նույնականանում է իր հայրիկի, քեռի, հորեղբոր հետ եւ իմանում է ով է տղամարդը, ինչպիսին է տղամարդը ընտանիքում, բակում, դրսում, շրջապատում, այս բացերը եւս բերում են ինչ որ հետևանքների։ Ես հիմա այսօր չեմ ուզում խորանալ այս կոնկրետ այդ ուղղության մեջ այս վիդեոյի հիմնական իմաստը նրանում է, թե ինչ եղավ սիրո հետ։
ինչու են դժվարացել ու բարդացել հարաբերությունները։ Մյուս կարևոր կողմերից մեկը այն է, որ էգոցենտրիզմը, այս հաճախ է նաև հոգեբանների կողմից եւ արդեն իսկ որոշ մարդկանց կողմից հնչում, որ մենք ապրում ենք նարցիսական էպոխա, դարաշրջան։ Այսինքն այսօր մարդիկ ավելի եսակենտրոն են դարձել։ Այդ սոցիալական հարաբերությունները, այդ մենքի գաղափարը, որի միջոցով որ մարդը ողջ է մնացել ամբողջ էվոլյուցիայի ընթացքում, հենց ողջ մնալու պատճառներից մեկը այն եղել, որ մեկը մյուսով են եղել, այսինքն ընկեր, բարեկամ, ընտանիքի անդամներ խմբով ավելի հեշտ է եղել նախկինում ինչ որ խնդիրների լուծումը։ Այսօր, երբ որ արդեն ազգերի միջև այդ դժվարությունը չկա, այսինքն մարդը պետության ներսում ավելի պաշտպանված է, քան նախորդ դարերում, եւ արդեն այդ եսակենտրոնությունը բերել է նրան, որ մարդիկ դժվարանում են կոմունիկացվել։ Կոմունիկացման հմտությունները, այսինքն մեկը մյուսի մասին հոգ տանելու հմտությունները եւս հետին պլան է գնում։ Եվ նաեւ տեխնոլոգիան էլ է նպաստում, կնոջ ինքնուրույնությունը, կնոջ կրթված լինելը, կնոջ ավտոնոմությունը, այսինքն իր անկախության միջոցով ինքը եւս հաճախ տղամարդու կարիք չի զգում։ Բավականին հարցերի պատասխան ինքը իրենով է գտնում, բավականին կենցաղային հարցեր կինը ինքը մենակով կարողանում է լուծել։ Նույնը կարող է նաև վերաբերվել տղամարդուն։ Նաև սեռականության հետ կապված էլի մեջբերումներ կանեի, բայց քանի որ կոնտենտը ավելի տեսանելի է լայն հասարակության շերտին, չեմ ուզում շեշտադրումը դրա վրա կատարել։ Եվ այսպես, ինչ եղավ սիրո հետ, ինչ եղավ, որ սերը դառնում է գնալով դիֆիցիտ։ Մյուս կողմից, նաև կարծում եմ շատ կարևոր է, որ մեզ չեն սովորացնում ոչ դպրոցում, ոչ էլ ինչ որ տեղ կամ ընտանիքում, թե ինչպիսի կառուցվածք, ֆիզիոլոգիա, հոգեբանական առանձնահատկություններ ունի տղամարդը եւ ինչպիսի նմանատիպ առանձնահատկություններ ունի կինը։ Ցանկացած կին, երբ որ ավելի խորքային պատկերացում է կազմում, բացի իր մասին, այլ նաև հակառակ սեռի, ներաշխարի, հոգեկանի, ֆիզիոլոգիայի, սեռականի, ընկալման, դերի, ֆունկցիայի մասին, էլ ավելի մեծ բազա է ունենում գիտելիքի, էլ ավելի մեծ բագաժ է ունենում հարաբերության մեջ ինչպիսի վարք դրսևորելու։ Սա եւս նաև վերաբերում է տղամարդուն կանանց առանձնահատկությունների հետ կապված, օրինակ, որ կինը ամսվա մեջ, երբ որ արդեն իր մոտ դաշտանային ցիկլը ավելի ագրեսիվ կարող է լինել, ավելի դյուրազգաց, ավելի դյուրագրգիռ։ Սա ամենևին պայմանավորված չի նրանով, որ ես կամ դու վատն ես, դրա համար է քո կինը ագրեսիվ։ Սա պայմանավորված է հորմոնալ եւ սեռական փոփոխություններով։ Այսինքն այս փուլում ավելի հասկացող, ըմբռնող կարելի է լինել տղամարդը իր կնոջ հանդեպ, ոչ թե ավելի բռնկուն կրակի վրա բենզին լցնող։ Մյուս կարևոր ֆունկցիաներից մեկը նաև այն է, որ մենք փորձում ենք սերը տանել այն ստանդարտներին հասցնել, ինչ որ եղել է 90-ականներին կամ 70-ականներին, այնտեղ այլ պայմաններ են եղել, մենք արդեն թվարկեցինք, այնտեղ ժամանակը մեծ դեր է խաղացել։ Այսօրվա ժամանակակից այս արագ զարգացող աշխարհում եւս կարիք կա գտնելու ինչպես բախշել ժամանակը, ինչպես ամեն մեկը կարողանա ինչ որ դեր վերցնի իր վրա։ Երկուսս էլ պետք է փորձենք լինել կառուցողական։ Եվ մյուս կարևոր հանգամանքներից մեկը նաև նպաստող գործոններից է, որ ընդհանուր նմանություններ են ունենում զույգերը, անկախ տարիքից, անկախ տարբեր միջավայրում մեծացած լինելուց, պետք է ունենան հոբիներ, ընդհանուր հետաքրքրություններ եւ կարևորներից լինել հանդուրժող, հասկացող, ներող, աջակցող, ապրումակցող եւ էմպաթիկ բառը եկեք չմոռանանք, որ այսօր շատ տարածված է։ Միանգամից պետք չի դիմացինին ինչ որ ախտորոշումներ անցկացնել, միանգամից պետք չի հոգեբանի դեր տանել, ֆիքսվել, այս մեկը red flag է, այս մեկը abuser է, այս մեկը նարցիս է, այն մեկը սենց է, այն մեկը նենց։ Հարգելիները սպիտակավորելով մենք զրկում ենք մեզ հնարավորությունից, որպեսզի մարդուն ճանաչենք։ Եվ ամենակարևորներից մեկը վստահությունը, որի միջոցով մենք դառնում ենք խոցելի, իսկ հարաբերության մեջ, սիրո մեջ, եթե չկարողացար լինել խոցելի, այսինքն չկարողացար այնքան վստահել քո զուգընկերոջը, որպեսզի իր առաջ բացես քո հոգին,
քո հոգու դռները, այստեղ հարաբերություն չի լինելու։ Ապահովության զգացումը, հանդուրժող լինելը, էմպաթիկ լինելը, հասկանալ, դրության մեջ մտնել, խոսքը անznազողության մասին չի, խնդրում եմ չշփոթել էմպաթիկ բառը, անznազողության մասին, փրկչի հետ կապվածի մասին չի խոսքը, այլ հավասարը հավասարին ընկալելու։ Դու իմ կինն ես, դու իմ տղամարդն ես, ես ինչ եմ պատրաստ քեզ տալ, ոչ թե միայն ստանալ, այլ նաև տալ, որովհետև սերը առաջին հերթին տալու ունակության մասին է, ոչ թե սպառվելու, օգտագործվելու, այլ լիաթոք, լիարժեք կարողանալ տալ, կարողանալ վերցնել, կարողանալ օգնել, թույլ տալ, օգնություն ստանալ։ Եկեք այսքանով սահմանափակվենք, եթե կան ավելի հարցեր, խնդրում եմ կարող եք ուղղել։ Այսքանը, լավ մնացեք։